Բարի երեկո։ Այսօր հակակոռուպցիոն շաբաթի շրջանակներում շարունակում ենք մեր բացահայտումները Արցախը թալանած, Արցախը վաճառած սինդիկատների վերաբերյալ։ Մենք անցյալ հաղորդման մեջ զրուցել ենք մի շարք հաղորդումներ ա եղել Արցախի փոխոստիկանապետ Կոմիտաս Կարապետյանի մասին եւ իր հանցավոր սխեմայի սինդիկատի հանցավոր խմբի մասին, որի ղեկավարը ինքն է եւ իր պապաներն են, որոնք բնականաբար մեր երկրում չեն, Ադրբեջանում են, դատարանում են եւ խոստացել ենք, որ ամբողջ այդ սինդիկատի մասին, բոլոր անդամների մասին, բոլորի գույքերի մասին հատարհատ խոսելու ենք, որովհետեւ սա պետք է խոսացվի, որ Արցախից բռնի տեղահանվածները եւս իմանան, թե ովքեր են իրենց երկիրը վաճառել եւ լվացկատուն սարքել, դրա հետ միասին պետք է իմանա Հայաստանի ցանկացած բնակիչ, որտեղ այստեղ խոսքը գնում է մեր հարկերի մասին, որոնք մենք ուղարկել էինք Արցախ, Արցախի բարգավաճման համար, բայց բարգավաճեց Կոմիտաս Կարապետյանը եւ իր տիկին Մերի Կարապետյանը, ինչպես նաեւ իրենց ամբողջ ընտանիքը։ Ես կուզեմ սա, ուրեմն նայեք, սա Կոմիտաս Կարապետյանի կենսագրությունն է, սա Մերի Կարապետյանն է, որը ընդհանրապես Կոմիտաս Կարապետյանի կինն է։ Դա է իր կենսագրությունը, դա է իր աշխատանքային կենսագրությունը, ընդհանրապես իր եղելությունը, ինքը կնիկն է, այդքան մի բան։ Այստեղ մի ուրիշ հետաքրքիր հարց կա, որ Կոմիտաս Կարապետյանը, որը աշխատել է տենց բարձր պաշտոնների, որևէ գույք չունի, ունի մի զույգ մաշիկ, մաշված կոշի, ուրիշ ոչ մի բան չունի, ամբողջ գույքը պատկանում է իր տիկնոջը եւ իր երկու որդիներին, փոքրիկ տարիքի 21 տարեկան, 20 տարեկան, չգիտեմ, որդիներին, եւ այստեղ հարց է առաջանալու հասկանանք այդ որդիները Արցախի պաշտպանության համար ինչ են արել։ Սրանց ընտանիքում միակ մարդը, որ երբևէ մասնակցել է, դա Կոմիտասի եղբայրն է Կամո Կարապետյանը։ Հիմա ես կուզեմ, որ ամբողջ ընտանիքը ցույց տան, որտեղ մենք այս ընտանիքի բոլոր անդամների մասին առանձին խոսելու ենք։ Կամո Կարապետյանն է եղել, որ մասնակցել է Արցախյան պատերազմի, բայց առաջին պատերազմի մասին է խոսքը, բայց դա չի նշանակում, մենք առաջին պատերազմի, երկրորդ պատերազմի մասնակցած բազմահազար մարդիկ ունենք, որոնք վիրավորվել են, ինչպես նաև Կամո Կարապետյանը, բայց չեն դարձել գույքերի տիրակալ։ Այսինքն Արցախյան պատերազմում մասնակցելը չի կտրում վերջինիս կոռուպցիոն կապերի իր եղբոր եւ գործարքները։ Բոլորին հաթաթ անդրադառնալու ենք, դե այս տիկնոջն ու որդիներին այսօր ենք անդրադառնալու, հետագայում անդրադառնալու ենք եղբորը Ռոբերտ Կարապետյանին եւ նրա բիզնեսվումեն Լուսինե Կարապետյանին, հետո Կամո Կարապետյանին։ Այս ամբողջ սխեմաներից ստեղծվում է մի տպավորություն, որ Արցախում տղամարդիկ ընդհանրապես ոչինչ չեն եղել են 0 եւ ամեն ինչ արել են իրանց կանայք, ինչ ասեմ, փաստորեն տենց է ստացվում։ Հիմա անցնում ենք տիկին Մերի Կարապետյանին, որը մեր ժամանակակից հայաստանյան օլիգարխներից է, բայց որտեղից է գոյացել անկենսագիր Մերի Կարապետյանի գույքը, անկենսագիր, բացառապես 0 սպիտակ A4 ֆորմատի թուղթ իր ապրած կյանքը։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ կապը, թե հետագայում բնականաբար ցույց ենք տալ, թե Մերի Կարապետյանը մեր փողով ինչեր է ստեղ արել, բայց հիմա մենք պետքա ցույց տանք, թե Արցախի հանրապետությունում այստեղից է գալիս, այստեղից է սկսվում Մերի Կարապետյանի բիզնես կենսագրությունը 2014 թվականից, երբ Հայաստանի Հանրապետությունից գումարներ է փոխանցվել Արցախի ներդրումային հիմնադրամ, Արցախի ցանկացած բնակչին սատար կանգնելու օգնելու համար մի խումբ սոված մաշիկավոր թալանչիներ լափել են այդ փողը իրանց կնանոնց հետ։ Կնանոնցից մեկը եղել է Մերի Կարապետյանը, խնդրեմ ծանոթացեք կնանոնցի հետ։ 2000 մենք այս կազմակերպությունները անընդմեջ մենք ասում ենք, որտեղ այս կազմակերպությունները հանցավոր սխեմայի մի մասն են։ Այսօր մենք գրել ենք սա ընդհանրապես Մերի Կարապետյանի ունեցվածքը այս կազմակերպություններում։ Հետագայում հատ անցնելու ենք Կոմիտաս Կարապետյանի շրջապատի տղամարդկանց, ում հետ Մերին ջերմ հարաբերություններով հիմնադրել է տարբեր կազմակերպություններ։ Լև էներգի ՍՊ 50%,
Մերի Կարապետյանն ա եղել 2014 թվականին նայեք 20:02 մարտի տենց կնի կլինի, որ նույն օրը մի հատ է Թարթար Էներջի ՍՊ-ի է հիմնադրվում, որտեղ էլի 50% ինքն է, ու վերջում այս Թարթար Էներջին տանում է Հայաստանի Հանրապետությունից 1.5 միլիարդ դրամ։ Եկեք այն մի կազմակերպությանն էլ անցնենք, հանկարծ այդ Լև Էներջի ՍՊ-ն էլ մեծ գումարներ է բնականաբար տարել, այս 1 միլիարդ 840 միլիոն դրամի կարգի տարել է Լև Էներջի ՍՊ-ն, հետո Կոնտինենտ ՍՊ-ն, որտեղ Մերի Կարապետյանը մեկ ինչ բիզնես վումեն, տղամարդը պիտի տենց փսակվի, որ ինքը մի զույգ կոշիկ ունենա, բայց կնիկը սենց հեկատերը լինի։ 51% Կոնտինենտ ՍՊ-ն է եւ Կոնտինենտ ՍՊ-ն ի վերջո Հայաստանի Հանրապետությունից իր 4 հիմնադրով լափել է 2 միլիարդ 668 միլիոն, վերջը 153,000 չգիտեմ քանի դրամ, դա Կոնտինենտ ՍՊ-ն է եւ Հակարի ՍՊ-ն է գալիս հերթով, որը լափել է 4 միլիարդ 431 միլիոն 4 միլիարդ, համարյա 5 միլիարդ դրամ մերին յուր ընկերուհիների հետ լափել է այս ՍՊ-ից, լափել են մեր փողերը, վերջինս կապ ունի նաև հիմնական ՓԲ-ի հետ, որտեղով յուրացվել է մոտ 3 միլիարդ դրամ։ Մենք անցյալ անգամ, որ խոսեցինք, ներկայացեցինք Կոմիտաս Կարապետյանին, բնականաբար մեր կողմից գերավոր հաղորդում է ներկայացել հանցագործության մասին իրավապահ մարմիններին, կարծում եմ մոտ օրերս քրեական վարույթ կնախաձեռնվի եւ դա պետք է նախաձեռնվի, այսինքն այլ ընտրանք չկա, հարգելի Կոմիտաս, այդ մի զույգ չունեցածդ կոշիկը կառնես ու կգնաս ցուցմունք տալու կարաս կնգատ կոշիկներն էլ վերցնես հետդ, որտեվ ձեր տանը ռուլի տանում Մերի Կարապետյանը շատ եվրոպական եւ առաջադեմ ընտանիք է, գենդերային հավասարություն չի, գենդերային անհավասարություն է, կինը, մա ամուսինն եղել է Բակո Սահակյանի հատուկ հանձնակատարդ ու չգիտեմ արտակարգ իրավիճակներ, փող ոստիկանապետ, բայց չունի որևէ լումա փող, ամբողջ ունի տիկինը, հետո տիկինը որ իր կատարած չգիտեմ հանձնարարությունների համար, ցերեկային գիշերային որ հանձնարարությունների համար է, այս տիկինը նման միլիարդների տեր։ Եվ ինչ է եղել ինձ համար հետաքրքիր փաստը, որ հիմա մենք իրար հետ զրուցելու ենք, այս տիկինը ոչ մենակ Արցախում ա եղել տենց խոշոր սեփականատեր, խոշոր ձեռնարկատեր, այլ Հայաստանի Հանրապետության հարկատուներին էշի տեղ դրած, մեր փողերը ընդեղ լափել է մի ռեյս այդ Թարթար Էներջիով, Կոնտինենտով, Հակարիով, մերի դու դատվելու ես, դու հիմա ուշադիր նայ իմ աչքերին ու լսի քեզ ինչ եմ ասում, շատ լավ կլինի, որ մոտ օրերս գնաս ինքնախոստովանականով կամ գազ եթեր ասես վինավատը я, կամ не виновата я, он сам пришел մարդուց մասին, որտեվ դու դատվելու ես Մերի Կարապետյան եւ ես սա քեզ հստակ եմ ասում, անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում երկու կռիչ եք ձեռք բերել, մարդու կնիկ, բայց ձեր կռիչը այն կարգի է սկսել հիմա կատկթալ, որ այդ կատկթոցը գալիս է ձեր քթի տակից փսլինք է թափում արդեն։ Ու ես ուրախ եմ, բայ իհարկե ձեր գումարները պետքա լինի միշտ перераспределение доходов, դուք մեզնից եք թալանը կռիչը, ձեզնից է տարել, կռիչը ձեզ շպրտելու է, որպես օգտագործված ռեզինովое изделие։ Այս որ դուք այսքան ամիս է տենց ամեն տեղ ասում եք, մենք պրոբլեմ չունենք, դուք ունեք պրոբլեմ, առնվազն իդեմս ինձ, առնվազն, բայց այսօր դուք պրոբլեմ եք ունենալու նաև իրավապահ համակարգի հետ, որտեղ այսօրվա եթերն էլ այս նոր փաստաթղթերով ուղարկվելու է ընտրված հաղորդմանը կից։ Հիմա նայեք Մերի դումերին, որ տենց խոշոր սեփականատեր ա եղել Արցախում, երևի որ նայենք Բակո Սահակյանը այդքան գույք չունի, ինչքան այս Մերի Կարապետյանը, գալիս է Հայաստան եւ Հայաստանում եւս սկսում է զբաղվել բիզնես գործունեությամբ եւ 2015 թվականին դուք նայում եք, չէ՞, կապերը որ հասկանանք 2014 թվականին այդ
հիմա ասեմ, որ կազմակերպություններ է եղել Lev Energy եւ Tartar Energy եւ Continent SP իրեք կազմակերպությունից լափած փողերը մերին 15 թվականից գալիս է Հայաստանում եւ հիմնում է Trans Holding SP Trans բառը դուրս գալիս է բայց չգիտեմ թե ձեզ ով է hold անելու դուք պրոստը on hold դրած եք մինչեւ դատվեք ես ձեզ խոսք եմ տալիս դուք տնովի եք դատվելու Trans Մերի, չէ, Trans Holding կներեք, Մերի Կարապետյանը չի դրանով միայն սահմանափակվում և այն ժամանակ, երբ որ մեր տղաները և Արցախի ոչ փոխոստիկանապետի լակոտները, ոչ նախագահների լակոտները, այլ հասարակ ընտանիքի տղաները կռիվ էին տալիս, Սրանք զբաղված են ընդեղից գումարները Արցախից Հայաստան բերելով, իրանց կարճ խելքով, դե որ ընդեղ Բակո Արայիկ եղել են գլխներին, մտածել են, որ իրանք պրոբլեմ չունեն, եկել են ստեղ էլ մտածում են գեղից մարդ չկա, մարդիկ կտեսնեն մերին, իրա Տեսլայով կասեն, օ, կակայ շիկարնա մադամ բիզնես վումեն, էլ չգիտեն, որ զրո որ դա գող է, գողացած փող է, Հայաստանի հարկատուի գողացած դու գողցող ես, գնա մտի դատարան, եթե դու պատիվ արժանապատվություն ունես, գողացածած սպիտակեղենը բերենք մի հատ էլ ընդեղ դատարանում լվանք, դու գող ես, քո երեխեքն էլ գողի տղաներ են, հիմա լսեք հարգելիներս, ես ինչի եմ սենց ասում, որտև Արցախից Հայաստան են եկել 120,000 բռնի տեղահանվածներ ու շատերի հետ շփվել եմ, որոնք մի կերպ տուն են վարձում, մի կերպ իրենց օրվա հացի փողն են աշխատում, ես չեմ տեսել մեր գրասենյակ շատ, բազմահարյուր մարդիկ են եկել Արցախից, որ որևէ մեկի տիկինը ունենա 22 անշարժ գույք Երևանում, երևի մերի պորտը Մարգարյանի ծննդատանն էին կտրել, ոչ թե, ասենք, Մարտունիում, չգիտեմ, ընդեղ դե ժամանակ տենց պուճուր ախորների մեջ էր այդ ամեն ինչը, սա ինչ է նշանակում, այսինքն մեր փողերը գողանալով, հիմա եկել են, հիմա էլ Երևանն են ուզում կործանեն, շինթույլտվություններ վերցնելով, սրճարաններ առնելով, ռեստորաններ, մսամթերքի խանութներ, ձկնաբուծական ֆերմաներ և այլն և այլն, Մերին եկել աստեղ և առել է 22 անշարժ գույք, ես հիմա կարող եմ, նայեք ինչ հետաքրքիր է, մեկ բնակարան և մեկ կայանատեղի Մոսկովյան 35, գիտեք Մոսկովյան 35-ը որ շենքն է, որտեղ Երևանի բնակիչներից շատ քչերը կարող են ընդհանրապես մոտիկանալ ընդեղ քառակուսի մետրի արժեքը հաշվելով, բայց մերին ծովը ծնգներից է, հեսա ծովը կզակիտ է հասնելու, նայի չխեղտվես դու, որևէ վադալազի կասծում քեզ չի փրկելու, Մոսկովյան 35, մերին ունի մեկ բնակարան և մեկ կայանատեղի, սա Երևան քաղաքի դատախազության տեղը կառուցված, երևի թե ամենաթանկանոց կառույցն է, բա Կոմիտաս Կարապետյանի կինը գեղից եկավ, Մարտունիում, Սենց էշի վրա երկու կողմից կժեր էին կախում են ալումինի, գնում էին ջուր բերելու, այդ էշերով եկավ ու Մոսկովյան 35-ում տուն առնում մեր փողերով, դու չես ապրի տեղ և չես մարսի, դու դատվելու ես մերի, լսեք էլի ժողովուրդ, որ հետո չասեք, հա դե հիմա բան սենց չգիտեմ, սենց մի հիմար բան չասեն, որևէ մեկը, ի պաշտպանություն ես թալանչիների, սրանք մեր փողերով է, այս բոլոր բնակարանները պետքա գնա պետբյուջե, որտեղ մենք ենք այդ փողը տվել, կամ եթե Արցախի բռնի տեղահանվածները այդքան պլոճիկ ունեն, գնան մտնեն այդ տները, ասեն մերն է, որովհետև մենք այդ գումարները այստեղից Արցախ ուղարկել ենք, Արցախի ժողովրդի համար, ոչ թե Մերի Կարապետյանը, որ իր ներքնաշորեր առնի ու գա մի հատ էլ Մոսկովյան 35-ում բնակարան առնի, Մարտունիի մերին, Տեսլայով, մի հատ հանրապետության 71 հասցեում, դա 114 դպրոցի մոտ է գտնվում,
տարածք ունի մերին, որը վարձով ա տվել այս վիետնամական խոհանոցին։ Քաղաքի կենտրոն, փոքր կենտրոնում, քանի որ Նորշեն գյուղը գտնվել է քաղաքի կենտրոնում, հիմա ընդեղից այդ էշով ջուր կրողը եկել է, էլի թող գար, բայց իրա փողով, ոչ թե մեր հարկատուի փողով գար քաղաքի կենտրոնում, էս էլ դա ձեզ։ Ամենակարևորը, մենք հենց այդ Մոնթե ռեզիդենսին, էլիտ ռեզիդենսին եւ Մոնթե համալիրին հետո ենք անդրադառնալու, թե Կոմիտասը տեղ ոնց է իր գողացած փողերը լվանում։ Ու երբ հարցնենք, ասի, լեհա վեշ մի պեն էլ օնիմ վեչ։ Դու պրոստը խելք չունես։ Զատո կնել ունես։ Մերի Կարապետյան Մոնթե համալիրում, որը կառուցվում է Լենինգրադյան փողոց 23/18 հասցեով, մերին ունի 3 նախագծային բնակարան։ Բայց 14 կայանատեղի, երևում է մերին փոքր ժամանակ խադավիկ ա եղել կամ գարաժի վարիչ։ Այդ 14 կայանատեղին առել ես որում ավտոների շառավոյներն ու ամորտիզատորները փոխես, հենց կզես տակից նայես, 14 կայանատեղի, ում փողերով, մեր փողերով, մեր ջան, այդ երևի փոքր ժամանակ էշի համար գոմ չեք ունեցե, այդ գոմի մոլուցքը դարել է կայանատեղի առնելու մոլուցք, 14 կայանատեղի կառուցվելիք համալիրում, սրանով սրանց ընտանիքի գույքը չի ավարտվում, հարգելիներս, այս Մոնթե համալիրն էլ է իրանցը, դրա մասին մենք հետո ենք խոսալու, սենց այսօր հպանցիկ կանցնենք։ Չմոռանամ ասեմ, որ նայեք, փաստացի, մի հատ սենց իմի բերենք, այդ Մոնթե համալիրում սրանց ցեղից, ցեղակիցներից ով ինչ ունի, հետո նորից կանդրադառնանք։ 17 անշարժ գույքի միավոր մերին ունի Մոնթեում, ընդհանուր Երևանում ունի 22, 17-ը Մոնթեում, 10 անշարժ գույքի միավոր ունի Էրիկ Կարապետյանը, 21 տարեկան տղա, 2004 թվի ծնված, 2004 թվի ծնված, 21 տարեկան տղան, 10 գույքի, հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես եք, լավ եք, քննչական կոմիտե, լավ եք, Տիկին Վարդապետյան, ինչպես եք, դուք էլ եք լավ, դուք ես որ սենց կոռուպցիայի դեմ պայքար եք տանում, գնում ստեղ գոռում, մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք բան, հիմա սաղ կոռուպցիան պրծել ենք, ստատուսների դեմ ենք պայքարում ու կոմենտների, որտեվ էլ կոռուպցիա չկա Հայաստանից ու պրծել է, որտեվ դուք ընենց անողոք պայքար տարակ, ոչ մի կոռուպցիոներ չի մնացել, ձեզից մեկն ու մեկը հարցրել է 21 տարեկան լակոտ, քեզ որտեղից 10 անշարժ գույքի միավոր, որտեղից, հետաքրքիր է, ձեզ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է, դե այդ էլիտ ռեզիդենսում բնականաբար, այսօր մենք սրանց այս թիքաների մասին չենք խոսալու, Սերգեյ Զաքարյան և Վարդան Խաչատրյան եղել է Կոմիտաս Կարապետյանի հաշվապահ, Սերգեյ Զաքարյանն է եղել է մերիի հետ, սենց մի այլ կարգի բաժնետ էր ամեն տեղ, չգիտեմ, հիմա մերին է, հզոր կնիկ ա, ում էդ ուզում, նրա հետ բաժնվում ա տերերով, չես կարա ասես։ Հիմա անդրադառնանք այս Մոնթե համալիրում գույքեր ունեցող բալիկին 21 տարեկան, ու դուք պատկերացնում եք, ստեղ 21 տարեկան, 25 տարեկան, 26, 30 տղաներ կան, որ գնացին զոհվեցին այս Էրիկների համար, որ սրան գան 21 տարեկանում գույքեր ձեռք բերեն, տղաներ կան, որ վիրավորված են, հաշմված ոտք ձեռք չունեն, որ Էրիկի պես լակոտը տենց կայֆերի մեջ ապրի 21 տարեկան, գիտեք, Էրիկը մենակ Մոնթե համալիրում չի, որ գույքեր ունի, հիմա մի հատ սենց ցույց տանք, որ հետո չասեն սուտ ա, հələ նայեք, քանի հատ բնակարան ունի, 6-րդ մասնաշենք 3 և 45, մի մասնաշենքում 2 բնակարան ունի, այ ըտենց մամապկի ունենան, մաման համ ցերեկն է աշխատել, համ գիշերը, որ Էրիկին բնակարաններով ապահովի, բայց գիշերվաս մենք գոնե ասի ում հետ է աշխատել, իմանանք, էդ ոնց եղավ, որ 120,000 բռնի տեղահանված արցախցիներից ոչ մեկ, ոչ թե Մոնթե համալիրում, այլ չգիտեմ,
հերու հերավոր Տավուշի մարզում կամ բան մի հատ տուն չունի, 21 տարեկան լակոտը, որտեղ ինքը Կոմիտասի լակոտն է։ Կոմիտաս դու դատվելու ես։ Էրիկ դու էլ ես դատվելու։ Դուք բոլորդ ընտանյոք հանդերձ դատվելու եք։ Գոնե մեկին թողեք, այն Լերմոյի կնգան, որ բան ինչ էր դրա անունը Ռոբերտ Կարապետյանի կնգան Լուսինեին, որ իրա բուրբոն կանդիտիրսկից ձեզ տուլիկ բերի, չամիչով բուլկի մուլկի, կողքից է ընդ էլիտից միս բան կառնի, սարքի կբերի, դուք չեք ամաչում, դուք Արցախից բռնի տեղահանվածների դեմքին, որ նայում եք, դուք գեդինը չեք մտնում, այ Էրիկներ, Էդիկներ, Կոմիտասներ, Մերիներ ու Ռոբերտներ, դուք ամոթ չունեք, դուք Զալատայ անտիլոպը մուլտիկը նայել եք, վերջում խեղդվելու եք, ու ես եմ ելնելու իրավապահ համակարգի միջոցով օրենքի խստությամբ ձեզ խեղդողը։ Հիմա նայեք 6-րդ մասնաշենքում Էրիկը ունի 21-ամյա Էրիկը ունի 2 բնակարան, նախագծային 3-ը եւ 45-ը։ Երևում է սա էլ փոքր տարիքում տրաֆիկինգի է ենթարկվել, փողերը տենց է աշխատել։ Պրոստը գոնե իմանանք աշխատանքային տրաֆիկ է, սեքսուալ տրաֆիկինգ է, ինչի է ենթարկվել այս տղան, միգուցե դիմենք ՄԻՊ-ը շահերը պաշտպանի։ 5/1 մասնաշենքում 19 նախագծային բնակարաններ 19 հատ ընդհանուր ենք խոսում 5/2 մասնաշենքում 1 9 10 67 հա այնտեղ ոչ թե 19 հատ էր, այլ 19 նախագծային բնակարան 5/2 մասնաշենքում կներեք էլի Էրիկ բալես կներես 5/2 մասնաշենքում 66 եւ 68 նախագծային բնակարանները, 5/1 մասնաշենքում 18 բնակարանը, հեսա սրա մամայինը կգտնենք, թե սա ընդ որ նախագծային բնակարաններն ունի, որ երևի բալիկին շուշուտ ճաշիկ մաշիկ տանի, հանգարց Էրիկը սոված չմնա, չեմ կարող գտնել սրա նախագծային բնակարանների քանակը, մի հատ կարելի է ցույց տալ այդտեղ Նայ 6-րդ մասնաշենք մաման 67 83 եւ 109-ը Էրիկ բալիկը 3-ը եւ 45-ը որ մաման տենց վերևից նայի 5/1 մասնաշենքում 20 այս բաներն է կայանատեղիներն է մաման պարկովկա է առնում բալեն 19 բնակարանն է առնում 5/2 մաման խադավիկ մաման 1 2 3 4 5 6 7 8 9 հատ մենակ մի մասնաշենքում պարկինգ է առնում սա այդ պարկինգում ինչ զարչաստի խանութ է բացելու թե բան ալնելու հա ասեմ ուրիշ բան էլ կարա լինի քանի որ մեծ կենսագրություն ունի կարա պարկովշի կլինի Այդքան կայանատեղի ունի, սենց կանգնի շվցնի, ասի դուստեկանի, դունդեկանի, 200 դրամա, 500 դրամա կստանա, կամ կարա շլագբաումներ դնի, դե փողով, երև ինքը փոքրուց մտածել է, որ պարկով շիկ դառնա, հրենա է քանի հատ կայանատեղի ունի, դե 6-րդ մասնաշենքում էր ունի 23, 24, 25, 26, բալեն էլ 3 ու 45 նախագծային բնակարանը ու բալեն էլ ունի լիքը ավտոկայանատեղիներ, երևի բալեն էլ ավտոկայանատեղին պակրիշկա սևասնողալն, վաբշե են դրիկ խչոյի գործին էլ են ուզում խպեն, պակրիշկա սևասնող, մաման կշվացնի պարկովկայում կկայնեն, բալեն գուպկեն կարնի կսկսի պակրիշկեքը սևասնել, բա մարդ, այդ կարգի թամա ունեն, արա դուք մարդ եք, թե չէ, ձեր այդ ապրող մարդիկ ում թալանելով դուք ապրել եք, այսօր, տեղ չունեն ապրելու, Դուք ամեն մեկդ մի տանգնի պարկովկա եք առնում, թամահը ձեր կտրվի, բյուզանդի փողոցում ապրում եք, բյուզանդ էլ մի հատ նայեք, բյուզանդի փողոց 77 շենքում ապրում են, էսենք են մյուս լակոտի վրա գրանցած, Էդուարդ Կարապետյան, դու իմ ուշադրության կենտրոնում ես, քանի որ անձնագիրդ Արցախի է, քո մնացած ունեցվածքը չենք ճշտել, բայց եթե պապատ, մամատ, աղբերդ վրետ ցուցմունքը գտանք, անցնի կգնաս, չեմ էլ բանան, ուրեմն բյուզանդի վրա սրանք թարել են,
ցեղովի։ Մի հատ Մոսկովյան 35-ում են տուն առել։ 17 գույք էլ Մոնթե համալիրում։ Գիտեք ինչի Մոնթե համալիրում, որտեղ Մոնթե համալիրը, որը սարքում է էլիտ ռեզիդենսը, լվանում է Կոմիտաս Կարապետյանի գողացած փողերը։ Ես դա ձեզ կապացուցեմ հաջորդիվ, մյուս անգամ, թե ովքեր կան ընդեղ, ինչ Վարդան Խաչատրյանն է, ինչ Սերգեյ Զաքարյանն է, ու ինչ Նարեկ Կեսոյանն է, որը աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դեկան։ Հիմա հասկանանք, այս մարդը ինչ կապ ունի այս փող լվացողների հետ, հա ինքը ֆինանսիստ է, կարա բացատրի ճիշտ ձևը ինչ ռեժիմի տակ է պետք լվանալ, սուշիլկա պետք է միացնել, թե չէ, ջերմաստիճանային ռեժիմ եւ այլն փող լվալու։ Այս դուք կա գիտեք երևի բան է, ասենց կորիդար է, դուք է ձեր նոր շենում եք, Մարտունի շրջանում կամ Ստեփանակերտում, կամ դու Արցախի փող ոստիկանապետի տեղակալ ես, թուրդ աչուձախ կտրում է։ Թրիդ կեսը ջարդած է, կրիշը ծակ կաթում է, պրոստը այդ կրիշը քեզնից հա ուզելու, էլ եմ ասում, վերջում սենց շպրտի, ես էլ այսենց բռնելու եմ քեզ, նա դնյախ, Այս Էրիկ Կոմիտասի Կարապետյան, հա մի րոպե, հենց մի հատ նայեք, սրանք են, ուրեմն այս Կոմիտաս Կարապետյանը իրա գողունը, գողացած փողերը լվանում է սրա միջոցով Սերգեյ Զաքարյան, Վարդան Խաչատրյան, այս Վարդան Խաչատրյանը ուր ինքը գձեք Կոմիտաս կամ Վարդան Խաչատրյան, որտեղ ինքը աշխատել է այնտեղ ա եղել, որտեղ իրա կնիկն ա եղել, տենց է չպարզեցինք, այս կնիկը ջերմ կապերի մեջ է Վարդան Խաչատրյանի հետ, Սերգեյ Զաքարյանի հետ, այն որտեղ օրը 8 ժամ աշխատելու հնարավոր չէ այսքան փողած, ուր պետքա գոնե 16 ժամ, մի հատ էլ 8 նաչնոյսմ են աշխատել։ Հետո մի հատ հասկանանք, այս կնոջ իրավունքները պահպանված է, թե չէ, կաթումացում ստացել է za վրեդնեստ, մարդ չի կարող այդքան աշխատի։ Էս է Նարեկ Կեսոյանն է, ՀՊՏՀ դեկան է աշխատում, իրական շարունա, սրա մասին առանձին հաղորդում ալնելու, փաստորեն կրիմինալ սրաշիվույցը ինտելիգենցիայի, ես էլ մեջների ինտելիգենտն է, էլի, քանի որ նրանք անտառաճանաչ, սա էլ ասել է ես ֆինանսիստ կգամ, սաղ ռուլիտ կանեմ, հեսա ես եմ քեզ ռուլիտ անելու Կեսոյան, մի հատ հասկանանք, դու դեկան ես, դու երեխեքին ինչ ես դասավանդում ՀՊՏՀ-ում, ինչպես լվանալ գողացած փողերը, հա, թե դու չգիտեիր, որ գողացած ես, քեզ իրազեկում եմ, Կեսոյան, այդ ինստիտուտը մի ապականեք, ի վերջո տե սովորել է, տե դաս եմ տվել, այդ ինստիտուտի մեջ մեծ լումա ունենք, Այս սրանց մասին հետո եմ խոսալու, այս պրոստը սենց էլ է անոնսի պես թող գնան վալերան կախմեն։ Այս Էրիկ Կոմիտասի Կարապետյան, այս 21 տարեկան բալեն, ոչ միայն Լենինգրադյան բանի, այս Մոնթե համալիրում ունի բնակարաններ, այլ նաև ունի մեկ հողամաս, Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ 44-րդ փողոց 38 հողամաս, Երևան կենտրոն, Արգիշտի փողոց, 11/4 շենք, 165 բնակարան, ու դեն մնացած արդեն ասինք 6 բնակարան, այդ բնակարանները Մոնթե համալիրում և պարկովկեքը, մամայի հետ օրթախ գործ են անելու, մեկը պարկովշիկ, մեկն է շվացնող, կանգնացնող ու պատրիշկա սևացնող, հիմա այս հումորը թողած մի կողմ, ես ուզում եմ հասկանամ, մեր իրավապահ համակարգը ինչով է զբաղված, ուզում եմ հասկանամ, մարդիկ դատվում են, մինչև 1 միլիոն դրամ փող յուրացնելու համար, եթե 1 միլիոն դրամից ավելանում է, այդ մարդիկ չեն պատժվում, որովհետև հիմա 1 միլիոն դրամը քանի տեղ բաժանվի, ոչ մեկին էլ հետաքրքիր չի, վիճակագրության համար, որ ասեն, այսենց խրոխտ ձայնով, այսօր ինչ-որ սենց մի բան խոսան, գործն ուղարկվեց դատարան, 1 միլիոն 100,000 դրամ, դրանից ավել, արդեն հետաքրքրություն առաջացնում, թե ով ինչ պետք է հասնի, դե հիմա ասեք չէ,
Հիմա ամբողջ իրավապահ համակարգով ինձ կանգնեք ասեք, գիտեք ինչ, դուք չգիտեք, մենք չգիտեմ ինչ ենք անում օպերատիվ, հետախուզական, մետախուզական։ Կոմիտաս Կարապետյանով իմ կողմից հաղորդումը հանցագործության մասին տրվել է 23 թվականին։ Այն ժամանակ քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց մի էպիզոդով կռիչն ասել է լոխ լավ է, ինքն այդպես մտածել է, որ լոխ լավ է, բայց լոխ լավ չի, էլի։ Լոխեր կան, բայց լավի մեջ չի այդ լոխերը։ Ու հանկարծ որևէ մեկը չմտածի, որ կարող է պատասխանատվություն չկրի այս գործով։ Ես ձեզ խոսք եմ տալիս, եւ այդ բոլոր պարկովկաները եւ այլն, դրանք բոլորը պետք է անցնի կամ պետական բյուջեին եւ ընդհանրապես դեռ պետք է պարզել, թե ՀՊՏՀ դեկանը ինչ կապ ունի այդտեղ, այդ փողերի լվացման սխեմայում, այս մնացածները, այս Կոմիտաս Կարապետյանը նպաստ ստանում է, թե չէ, որտեղ ոչ աշխատավարձ ունի, ոչ տուն ունի, այսինքն он личность без определенного места жительства, հապավումներ դուք արեք կտեսնեք, փաստորեն ինքը կնոջ կողմից ֆինանսավորվող սուբյեկտ է որպես տղամարդ, ես գրականությունից դրա անունը գիտեմ, չեմ ուզում վիրավորեմ, բայց բոլորը գիտեք կնոջ հաշվին ապրողն ինչը։ Սա էլ եմ ասում հումորի տեսքով, բայց այդտեղ հումորային քիչ բան կա, որովհետև մենք չպետք է թույլ տանք, որ հիմա էլ սկսվի ոնց որ 90-ականներին քոչարանացման, սարգսյանացման էտապներն էր, որ չգիտես ոնց ստացվեց, որ գեղից եկան ու տենց հյուսիսային պողոտաբան մանումենտ տներ սկսեցին սարքել, հետո ժողովուրդը ընդվզեց, 18 թվին դուրս եկավ փողոց չգիտեմ ինչ արեց, բայց հիմա այդ նույնը կրկնվում է։ Այսինքն, եթե սրա դեմը չառնվի, ժողովուրդ ջան, վաղը դուք, մենք, ձեր երեխաները եւ ձեր թոռները լինելու են Մերի Կարապետյանի եւ Մերի Կարապետյանի 21-ամյա վունդերկինդ տղայի ստրուկները 21 տարեկան, դաժե այն Դավիթ Հարությունյանն ունենք, հիշում եք, արդարադատության նախարար, որ 8 տարեկանում դպրոցներ ավարտի, 9 տարեկանում համալսարանը, 10 տարեկանում նախարար էր աշխատել, բան ասենց մի հատ վունդերկինդի բիոգրաֆիա ուներ, դաժե նա 21 տարեկանում լինելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար եւ բավականին գրագետ մարդ չուներ այսքան գույք։ Հիմա ինչ եք ասում հակակոռուպցիոն կոմիտե, բնականաբար ձեզ էլ է գնալու է նաեւ քննչական կոմիտե դատախազություն, այն որ by default եւ ազգային անվտանգության ծառայություն է սա գնալու, քանի որ մեր կողմից բոլոր տեղերը տրվել է հաղորդումներ հանցագործության մասին եւ սա միանալու է։ Եվ ելի եմ ասում, եթե դուք ձեզ թվում է, որ ես կարող եմ խոսամը հոգնեմ, ես դեր համար բլոգեր չեմ, ես կարամ ձեզ այնքան հոգնածնեմ, որ դուք դաշ չեք պատկերացնում, որ տենց հոգնած վիճակում ջանդանվեք քրեակատարողական հիմնարկներ ու մեզնից գողացածը մեզ հետ տակ, եթե պետությունը չստանա, մենք կստանանք ձեզնից, հանգիստ եղեք, լավ մնացեք։